ամեն կիրակի մասնակցում եք պատարագին եւ ինչ նշանակություն։ Պարտադիր։ Հոգևոր հանգստություն է իմ համար, որպես հայ եկեղեցական, հավաքական եկեղեցու պաշտող, դա ժողովրդի մեջ պետք է պարտավորություն լինի։ Ամեն կիրակի ոտքով գալիս եմ 3 կիլոմետր գնում եմ, ծնվել եմ, մեծացել եմ Էջմիածնում, անկախ որ պետության մեջ լինում եմ, առաջերտի եկեղեցին։ Ինչ հասկալ լսում։ Իսկ ինչպես եք վերաբերվում եկեղեցու հանդեպ իշխանության կողմից։ Վատ։ Այս կառավարություն չի։ Թուրիմացուն է, ոնց կարելի է եկեղեցու հանդեպ սենց պարակտել մտցնել ժողովրդի մեջ։ Չի կարելի։ Ու չի ուղեղից մեջ չի տպավորվում, որ մարդիկ կարող են հեղաշրջվել, ինչ այսի հոգևոր հանգստություն է։ Սենց տեղը գաս, ինչի մասին է խոսքը։ Մաքրությունից, ինչ մաքրությունից, նախ դուք ձեր ներքին մաքրության մասին մտածեք, նոր եկեղեցու մաքրության տերիտորիայի։ Ես երեխա վաղտանից տեղ գնաց եկել եմ, բայց այս վիճակը մարդիկ կառույցը արել են։ Չի կարելի եկեղեցու պարակտել։ Առանձին կառույց է էսի։ Պետության հետ հեչ կապ չունի։ Կամ եկեղեցականները, որ հոգևորականը իրար մեջ էտի չէ վեապարի դեմ։ Ունենք 4 կալանքի տակ գտնվող հոգևորականներ, Սրբազանի դեմ ինչ հերորանքներ, ինչ էր բան կառուցեցին, դավանեցին, հիմա մաքուր այդ մարդը։ Այդ ինչ ամեն մեկը, որը մտածում է տեղից վեկանում, սկսում են հոգևորականների մասին խոսալ, դա մեր խոսալու բանը չի, իրար մեջ կարան այդ հարցերը լուծել։ Ոչ էլ երկրի ղեկավարության։ Ես 70 տարեկան մարդ եմ, այստեղ ժամանակ չեմ լսել մի ղեկավարություն եկեղեցուն փնորելու։ Չկա այդ բան։ Մենք իրավունք չունենք այդ կողքնյան մտնելու։ Հարգում ենք, պաշտում ենք, ամեն մարդ իր ձևով է դավանում։ Չես կարա մարդկանց ստիպես, դու եկեղեցական ես, բայց մարդը իր հոգու մեջ պետք է քանի որ հոգևոր, հենց մուսուլմանի գնացեք մի հատ իրաց կրոնի հանդեպ մի բան խոսացեք։ Գիտեք ինչ կանի, բայց այստեղ ամեն հասկացող, չհասկացող, գրագետ խոսում է։ Ինչ եք կարծում, ըստ ձեզ հնարավոր է, որ եկեղեցու դեմ այս քայլերն արվում են դրսի պարտադրանքով։ Չես կարասի։ Այս մարդիկ, որոնք կան, որոնք այս դավանումներից երգիրը, քո կարծիքով ինչ է, սրանք ինչ է, մոլի խելագարներ են։ Ինչի մասին է խոսքը։ Կիրթ մարդը, քելի այդպես բաներից խոսա, ինքը չի մանում։ Երկրի դրությունը չի մանում, ինչա կնոջ մասին է մտածում, բաժանվում է, միանում է, երկրի ղեկավար։ Հետո քո ներքին կողքնյան մարդ չի կարելի իա սպիտակ զորով։ Իա բանը բերի էստե ղեկավարը ինչ գործուն է այս մասերի խոսա, ինչերի մասին, հələ դու մտածի քո երկրի պատերազմ եք պարտվել։ Նախընտրական շրջանի PR-ը։ Ես այդ ժամանակները անցել եմ, այդ հավատանեմ, այն վաղտ ամեն ինչս, որս ինչ կարում ենք, անում ենք, որպեսզի ես, ասենք, ֆիզիկապես խոսքի առողջ չէի, ես երկար տարից առաջ մեջ եմ եղել, բայց էլի մտածում էի, մի բանով օգնենք, բայց այսօր, որ մեկին ասում ես օգնության կարիք է, պետք է, չէ, մարդ կոմունի էլ չի անում, որտեղ գիտի կորում է։ Այս ամենի ավարտը ինչպես եք տեսնում։ Շատ վատ։ Եթե այսօր երկիրը չկայնի, հիմի ընտրություններ այսա, չէ, հիմքմանից սկսել են։ Հիմի ուզում են պարակտեն, ստից ասում է, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի, կամ հանրապետականները չմասնակցեն, հիմա էլ Կարապետյան Սամվելի հանդեպ են դավանում, էդի կարելի է, ինչա, վատ մարդ է։ Ես օգնության կարիք չունեմ, ոչ մի անգամ, այն ժամանակներն էլ, որ մի ժամանակ սկսին օգնություն տալ ժողովրդին բանին, քաղաքապետարանը մոդեն եմ ասում եմ, խոսքի ես ունեմ հարազատեր, ես ապրուստ ունեմ, ուզում եմ ընտանիքին պատերազմի մասնակից օգնեմ, ասում եմ դու փողը տուր, մենք կտանք այդ։ Այսինքն կարծում եք, որ ընտրությունների ընդառաջ դա է պատճառը, որ եկեղեցին չի կարող ոչման անի։ Հիմա իրար մեզ պարակվել են, 11 օքյա, չէ, ինչ որ մեկը նորից միանում է։
Եվ ոնց կարելի է եկեղեցականը կողմորոշվի հետո նորից միանա։ Չի կարելի։ Հիմա սրբազան արդեն 80 տարեկան մարդը ինչ գործ ունեք։ Սրբազան հետ ինչ պետք է տանի հետը։ Ինչի մասին է խոսում։ Էսի չեք իմանում, որ սա գնաց կին ունի, ինչու։ Լավ քեզ վերաբերում է, ասեք ունի, ունեցել է։ Սխպապախտություն։ Հենց այդ արդի սխպապիխտերը դուք եք։ Այդ մարդուն ո՞նց եք բանանում։ Հա մարդը կարող է, բայց այդ չեն, ասում եմ հաստատել, կա։ Ես էլ եմ ուզում իմանամ, չէ։ Բայց չկա, մի հատ լսած կաք, որ ասեն էս ինչ կինը կամ էսի երեխին է։ Մի քանի օքի գցել է հետևից մանատալի, դու երբևէ չէ, դու գնացել ես սրբություն, մի հատ եկեղեցի հաճախել ես, բացես վերջերը։ Որպես պետության ղեկավար ես մնացածը թել գործ չունեմ, մնացածը գիտեք ոնց այսօր կյանքը, նայում ես կողքի թարևանը պարակտում արդեն ժողովրդի մեջ, մեկը եթե լավ ապրում, այն մի քանի օգուն, որ ուզում է օգնել, ասում է կերելա օգնում է, դե մտածում ես ինչի համար, մտքով մարդ անցնում է, օգնում է։ Հիմա ես քայլելով գալիս եմ եկեղեցի, կարող է մի հատ այնպես նեղալ մարդ կա, շատ է եղել։ Ես մարդ եղել մոդեցել եմ, ասենք խոսում եմ, լսում եմ, թեկուզ գրքի հանդեպ, ասում է երեխես ուսանող է, չեմ կարող գիրքը բանանեմ, աղջիկ երեխա, ասում եմ ձեզի ինչ գրականություն է պետք։ Իմ երեխան ավարտել է գերազանց համալսարան, հիմա լոտար երկրում է, պաշտոն ունի, բայց իր գրականությունը մնացել է, իմանա մի հատ խելացի լավ երեխա կա, ես նվեր եմ անում։ Ինձ փողը հարգավոր չի։ Նայեք, որ ինչ գրականություն պետք է, ես կտամ։ Տարել եմ, այստեղ գրախանութ կա, մոդեցել եմ, գրանցել եմ, ասել եմ մենակ չխափես։ Տարել եմ տունս հանետվել եմ։ Բայց օգտվել եմ, ինձ պետք չի։ Որ մնա տունը, բայց հարցրել եմ աղջիկս, ասում եմ աղջիկ ջան, պապ ասում է, որ գտնում ես երեխա է, ուսանող է, սովորող է, դու, բայց ոչ թե տանել իրանց համար 1000 անգամ կներեք, տուալետի թուղթ սարքեն։ Խնդրեմ։